Ազգային ժողովում հավաքվել են մի խումբ մարդիկ, խմբագիրներ, ժուրնալիստներ, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ, դեպուտատներ, բլոգերներ քննարկում են կարևոր հարցը, քաղբանտարկյալների հարցը Հայաստանի Հանրապետությունում։ Հայաստանի Հանրապետությունում կան քաղբանտարկյալներ, բայց սա չէ ողջ ողբերգությունը։ Ողջ ողբերգությունը նրանում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան նաև քաղբանտարկյալներ, քաղաքական մոտիվներով չբանտարկվածներ, հանցագործներ, ովքեր քաղաքական դրդապատճառներով չեն բանտարկվել, հանցագործներ, ովքեր ինչ-որ մեկի քմահաճույքով կալանավորված չեն, երկիրը կեղեքած ստահակներ, ովքեր կալանավորված չեն, գանձագողեր, ովքեր կալանավորված չեն, դավաճաններ, ովքեր կալանավորված չեն, եւ այսպես շարունակ։ Հետաքրքիր է, Սեյրան Օհանյան, իսկ քաղաքական չբանտարկյալների հարցով լսումներ երբ եք կազմակերպելու։ Իսկ որ այդ լսումները կազմակերպեք, ինձ կհրավիրեք, որպեսզի ես ելույթ ունենամ քաղաքական չբանտարկյալների հարցով։ Պարոն Սեյրան Օհանյան, հարյուրավոր վկայություններ կան, որ Սև լճի հատվածում կան դիրքեր, որտեղ հայ դիրքապահները հասնում են անցնելով ադրբեջանցիների վերահսկողության տակով։ Վերջերս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը եկել էր ազգային ժողով։ Հարց ուղղեցիք իրեն այդ թեմայով։ Հետաքրքիր է, այդ դիրքերի հետ կապված լսումներ երբ եք կազմակերպելու, պարոն Սեյրան Օհանյան։ Պատերազմից անմիջապես հետո ստահակ հայաստանցիները, ստահակ ղարաբաղցիները իրենց հեկերը վաճառել են ադրբեջանցիներին, Հայաստանի Հանրապետության կառավարությունից կոմպենսացիա են ստացել։ Հեկերն էլ կառուցված են եղել, որոշ հեկեր էլ կառուցված են եղել վարկային միջոցներով, վարկային միջոցները 23 թվականին ջրվել են։ Հեկերը մաս-մաս վաճառել են ադրբեջանցիներին, Հայաստանի կառավարությունից կոմպենսացիա են ստացել։ Այս հարցով լսումներ կազմակերպելու եք, թե չեք կազմակերպելու։ Սեյրան Օհանյան, 2018 թվականին, որ ազգային անվտանգության ծառայության միջոցով կազմակերպվեց Թավշյա Ոչպռնի կլոունադան, այդ հարցով լսումներ կազմակերպելու եք, թե չեք կազմակերպելու։ Ինչու չեք կազմակերպելու։ Ինչու չեք կազմակերպել մինչ այժմ։ Երբ ասում են ինչու չեք հեռացել Փաշինյան Նիկոլին, ասում եք ժողովուրդը չի դուրս գալիս։ Իսկ այսպիսի լսումներ կազմակերպելու համար եւս պետք է, որպեսզի ժողովուրդը դուրս գա։ Ուրեմն քաղաքական բանտարկյալների նկարներն են դրել, Միքայել arczepiskopos-ի նկարն են դրել, ուրեմն ես ձեզ պիտի հիշեցնեմ, որ մի քանի ամիս առաջ համարյա ողջ ընդդիմադիր մամուլը վայրահաչում էր Միքայել arczepiskopos-ի վրա։ Եղան վերլուծաբաններ, խմբագիրներ, ովքեր հարց էին բարձրացնում, որ պետք է դիմել կաթողիկոսին Միքայել arczepiskopos-ին կարգալույծ անելու համար։ Ուրեմն Նիկոլի արածը ավելի մեղմ է, քան դուք եք այն ժամանակ անում Միքայել arczepiskopos-ի նկատմամբ։ Հələ Նիկոլը բան է արել, ֆիզիկապես բանտարկել է, դուք ուզում եք, որպեսզի այդ մարդուն հոգեպես սպանեն, հետագայում նաև ֆիզիկապես։ Այսինքն ձեր արածը ու Նիկոլի արածը անհամեմատելի է։ Հիմա դուք դրել եք այդ մարդու նկարը եւ այսպես ասած ժողովրդական լեզվով ասած բոզի լաց եք դրել ձեր քաղաքական դիվիդենդների համար։ Դուք ամոթ չունեք, դուք պատիվ չունեք։ Այն մի խեղկատակ կար դուրս եկել, ասում էր Միքայել, չեմ ուզում, կներեք, որ կրկնում եմ, բայց լսեք։ Ասում էր ինքը ինքան վատ է իր ծառայությունը արել, որ Նիկոլ Փաշինյանը իր քայլը սկսեց Գյումրիից։
Դա էլ էին կապում այդ մարդու հետ։ Այդ Ստահակը շատ լավ գիտեր, որ Գյումրին այդ պայի դրությամբ Գյումրին եղել էին քաղաքը, որի պատճառով քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եղել է այդ պային փաստացի լուծարված։ Բայց բերեցին, էլի կապեցին Քայլը Միքայել arczepiskopos-ի հետ, որովհետև Միքայել arczepiskopos-ը իմիջայլով ձեզ պիտի ասեմ, որ ես իր շրջապատից չեմ։ Ես իր շրջապատից չեմ։ Ես Սրբազանի շրջապատից չեմ։ Բայց չեմ, ես զզվում եմ, ես ատում եմ այսպիսի բաները։ Ես չեմ սիրում այսպիսի բաներ, անկախ նրանից սա հայերն են անում, վրացիներն են անում, ադրբեջանցիներն են անում, իմ դուրը չի գալիս։ Անկախ նրանից սա հայերն են ադրբեջանցիների հանդեպ անում, ադրբեջանցիներն են հայերի հանդեպ անում, իմ դուրը սա չի գալիս։ Դուք ամորալ պատդոննկներ եք, հասկանում եք։ Այն մարդիկ, ովքեր 5 ամիս առաջ, 8 ամիս առաջ իրենց արևին անարգանքի սյունին էին գամել Միքայել arczepiskopos-ին, հիմա բոզիլաց են դրել, այդ մարդիկ ամորալ պատդոննկներ են։ Սրբություն, խիղճ, սովի, բացարձակապես ամեն ինչից հեռու։ Ու դուք սա անում եք քաղաքական դիվիդենդների համար։ Դուք սա անում եք վաղվա ձեր փողի համար, վաղվա ձեր աթոռի համար։ Ու դուք ես հալով, ու դուք ես վիճակով ուզում եք Փաշինյան Նիկոլ հաղթեք։ Ու դուք ես վիճակով ուզում եք Փաշինյան Նիկոլ հաղթեք։ Այս ամենի նպատակը միայն փողն է։ Թուրքին հող ճիշտ են ասում։ Թուրքին հող ձեզպես հայերին փող։ Ու դուք այդ ամենը անում եք ինչի համար, որովհետև այս անձնավորությունը ելել էր, ասել էր երկրորդ եւ երրորդ նախագահները պիտի դուրս գան քաղաքականությունից։ Դրա համար եք անում։ Գլխավորապես երրորդ նախագահի բանդայի ներկայացուցիչները, որին ձայնակցում էր երկրորդ նախագահի շրջապատը։ Ու այսօր, ահա, այսպիսի, այսօր էլ 3 առաջի օրն էլ։ Խմբակցությանը կեսից ավելը, պարոն Սեյրան Օհանյան, բանակից թռած է։ Հայաստան դաշինքի կեսից ավել տղամարդկանց 74 թվականից 69, 74 թվականից այս կոմծված բանակից փախած է, դուք Արցախի դառն եք լալիս, հա? Արցախի մասին էլ եք բարբերաբար կազմակերպում լսումներ։ Ինչքան պիտի մարդը ամորալ լինի, որ այս նույնիսկ այս ողբերգության պայմաններում իրականացնի այս ամենը։ Ու ո՞ց կարող է Արցախի դարդը լակ, եթե դուք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ծառայությունը մերժել եք։ Այդ ո՞նց է լինում, պարոն Սեյրան Օհանյան։ Այդպես է պետք հիմա։ Արցախի դրոշները դրել եք ձեր դեմը, Արցախի դարդն եք լալիս, հա։ Իսկ կարող է պարզվի այդ հեկերը, որ վաճառել են, աֆիլացված է ձեր խմբակցության հետ։ Կարող է մի օր պարզվի։ Մի հատ հարց բարձրացրել եք, պարոն Սեյրան Օհանյան, մի հատ հարց, թե որ իրավունքով է Հայաստանի Հանրապետության վարչապետը գործել առերևույթ հանցագործություն եւ կոմպենսացիոն տվել այդ դավաճան ստահակներին Հայաստանի Հանրապետության կառավարությունից հեկերը կորցնելու համար։ Այդ հարցը մի անգամ բարձրացրել եք։ Չեք բարձրացրել, բայց դուք երթում եք տվել падգամավորական, չէ՞, պարոն Սեյրան Օհանյան։